ղեկավար։ Պարոն Հովհաննիսյան, սկսենք միասին, փորձենք քննարկել հանրային տրամադրությունները քաղաքական իրադարձությունների ֆոնին, ինչպիսին են, փոխվում են, արագ են փոխվում, թե այսպես ստատիկ վիճակում են եւ ոչ մի բան մեր երկրում չի փոփոխվում։ Շնորհակալ եմ եւ հրավերի համար եւ հարցի համար։ Միանշանակ ոչինչ ստատիկ չէ, մենք ապրում ենք իսկապես դրամատիկ փուլում, որ շատ բաներ շատ դինամիկ աչքիդ առաջ փոխվում են եւ կարիք կա հասկանալու այդ փոփոխությունների տրամաբանությունը։ Մոտավորապես 8-10 ամիս առաջ սկսվեցին սոցիոլոգիական տարբեր հարցումներ եւ տարբեր շրջանակներ բավական ողջավորություն ապրեցին, հասկանալով, որ իրենց վարկանիշը բարձրանում է, հակավարկանիշը իջնում է եւ որ իշխանության վարկանիշը ամենևին անհաղթահարելի բարձունք չէ։ Ես այն ժամանակ ասեցի, որ հրապարակային ասեցի, որ այստեղ մի հատ թաքնված բան կա, այս պայմաններում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Եվ այդ միտքը շատ լավ հասկանում է նաև իշխանությունը, եւ իմ կանխատեսումը այն էր, որ իշխանությունը գնալու է ոչ թե իր որակը լավացնելու ճանապարհով, որտեղ դա անհնար է, այլ գնալու է ուղղակի պայմանները փոխելու ճանապարհով, որտեղ այս պայմաններում նա չի կարող վերարտադրվել եւ նրանց ուշքը միտքը լինելու է այն, որ ցանկացած գնով, ցանկացած օրինական եւ անօրինական ճանապարհով փոխել պայմանները։ Դա մոտավորապես կրկնում եմ 8-ից 10 ամիս առաջ էր եւ դրանից հետո այն իրականության մեջ, որ մենք բոլորս ապրում ենք, այն կյանքը, որ մենք ապրում ենք, հենց դրան է ուղղված իշխանության բոլոր քայլերը ըստիս պայմանների փոփոխության վրա է ստեղծել ավելի նոր իրականություն, արդեն էական չէ, ավելի այլանդակ, ավելի թույլ, ավելի վատ, բայց մի իրականություն, որտեղ իր շանսերը ինքը գնահատում է ավելի բարձր։ Ընդհանրապես հանրային տրամադրությունների ֆիքսումը մի քանի հարակից գիտությունների խնդիրն է, բայց նաև այստեղ կարևոր դեր ունի նաև ինտուիտիվ զգացումները եւ կարևոր խնդիր ունի նաև ռեալ իրական հողի վրա աշխատանքը, առայն ճիշտ քայլերը եւ սխալ քայլերը։ Հիմա Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ, ինչ ուզում անում է եւ ոչինչ իրեն չի կարող կանգնեցնել։ Դա այդպես է, բայց այդ հարց ունի նաև մյուս կողմը։ Իշխանությունը այդ ընթացքում թույլ է տալիս կոպիտ սխալներ, կոպիտ, որից ուղղակի պետք է օգտվել։ Իդեպ ցանկացած իշխանություն, ցանկացած ավտորիտար իշխանություն ինքը սխալներ է թույլ տալիս։ Եվ եթե կան համակարգեր, որոնք կարող են այդ սխալներից օգտվել, ապա երկրները գնում են հնարավորինս առողջացման ճանապարհով։ Մեր թիվ 1 խնդիրներից մեկը իշխանության սխալներից օգտվելը։ Իմ խորին համոզմամբ այս հակաեկեղեցական արշավը, որ տանում է իշխանությունը, բերել է եկեղեցու շուրջ աննախադեպ պատմական համախոհվածության եւ ինքը այդ հաշվարկը չի ունեցել իշխանությունը։ Դրա համար նրա որևէ քայլ արդեն կարիկատուրային քայլերի է վերածվում իրենց ոնք կռեհկությամբ հանդերձ, բայց փաստը մնում է փաստ, որ բոլոր հարցումները ցույց են տալիս աննախադեպ համախոհվածություն եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ։ Երկրորդը իշխանության այդ ջարդված եւ անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են իրական Հայաստան անվան տակ եւ այդ խանդավառությունը ադրբեջանական տարանցիկ ծորենի կամ ադրբեջանից նավթամթերք եւ այլն բերելու այդ ամբողջ արշավը աչքիդ առաջ հանգեցնում է նրան, որ ձևավորվում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք ընդդեմ խեղճության։ Եվ իսկ այսօր խեղճության մարմնավորումը իշխանությունն է անկախ նրանից, որ կարող է ցանկացածին, այդ թվում է հիմնակալ բռնել, տանել, կանանավորել, դա չի հարցը, բայց ձևավորվում է մի հատ հավաքական միտք ընդդեմ խեղճության, այդ դրոշի տակ։ Սա իշխանության կոպիտ սխալներ են։ Հիմա եթե հայտ ներկայացնող, փոխությունների հայտ ներկայացնող քաղաքական հանրային միավորները կարողանան օգտվել, դա կստանա էլեկտորալ արդյունք։ Ես վստահ եմ, որ կարող են օգտվել, միանգամից ասեմ։ Մյուս իրողությունը այն է, որ առաջին հայացքից թվում է, թե մենք ունենք հասարակություն, որը ջարդվել է, որը ամեն ինչի համակերպվում է եւ շատերի մոտ պայքարող իրավագիտակից հանրության մոտ դա բերում է
խոր հիասթափության անկումային տրամադրությունների։ Առաջին հայացքից իրոք այդպես է, ես այդ մի օրինակը միշտ բերում եմ, կամ նոր օրինակ։ Ենթադրենք հիմա ասում է, որ պատարակներից առաջ պիտի հնչի Հայաստանի հիմն։ Հա մենք բոլորս հասկանում ենք, որ դա մեղմ ասած գրագետ չէ եւ ճիշտ չէ, բայց եթե այդ նույն մարդը վեր կենար ասեր, չէ, փոշմանեցի պատարակներից առաջ պիտի հնչի Հայաստանի եւ Ադրբեջանի հիմնը, մեր եկեղեցիներում։ Ի նշան խաղաղության, ինչ եք կարծում, ինչ ռեակցիա լինելու, նույնը ինչ որ այսօր կա։ Այդ իր շրջիկ հավատացյալների խումբը ողջունելու է, իր պետական համակարգը լռելու է, ովքեր հասկանում են, որ դա անթույլատրել լռելու են, լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկներ, որոնք ողջունելու են, ծափահարելու են եւ այլն։ Արդյոք սա նշանակում է, որ մեր հասարակությունը ջարդված է եւ ողնաշարը ջարդված։ Միանշանակ ոչ, եւ դա երևալու է էլեկտորալ պրոցեսների զուգահեռ։ Իմ խորին համոզմամբ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Հայաստանում լինելու է լրիվ այլ տրամադրություն, երբ որ ընդհանրապես ընտրությունների շեմին ընտրությունները բերում են մեծ էլեկտորալ ակտիվության եւ այդ ժամանակ անակնկալ է լինելու բոլորի համար, բոլորիս ձևակերպեմ եւ իշխանության եւ հակաիշխանական համակարգերի համար եւ մենք տեսնելու ենք, որ ստեղ ամենևին ջարդված եւ ամենևին անկում ապրած հասարակություն չէ եւ իհարկե լինելու է կարծում եմ լինելու են շատ այլանդակ տեսարաններ, բայց առողջացման այդ միտումները բարձ երևալու են։ Ստեղ էլ է շատ կարևոր, ես երբեք չեմ զլանում կրկնել այդ գրագետ աշխատելու կարևորությունը, ամենակարևոր հարցն է։ Եվ այստեղ շատ կարևոր է տարանջատել նեղ խումբը իշխանության, որը լոկոմոտիվն է, որը ուղեղն է, որը չգիտեմ ինչն է այդ բոլոր այլանդակությունների նեղ խումբ եւ մնացած իշխանական համակարգ, պետական համակարգ, դրանք պետք է շատ տարանջատել եւ այն հաճախ ոչ իշխանական համակարգից հնչող ոչ ճիշտ ձևակերպումները այդ համակարգերի անվերջ պետական, դրանք անթույլատրելի են։ Իսկապես դա գրագետ մոտեցումն է, որ պետք է նեղ խումբը տարանջատել մնացածից, որոնք այսօր լռում են, որոնք այսօր ձայն չեն հանում, դրանք տարբեր հասկացություններ են։ Շատ կարևոր խնդիր է հանրային ընկալումների համար, հանրային տրամադրությունների փոփոխության ընդդիմություն հասկացության վերանայումը։ Այստեղ շատ կարևոր է եւ ամենակարևոր ըստիս ամենակարևոր խնդիրը այս դժվարագույն 6 ամսում ազնիվ լինելն է։ Ինքդ քո առաջ եւ հասարակության եւ եթե դու մտնում ես process-ի մեջ հետապնդելով մերկանցիլ էգոիստիկ շահեր, դա վատ բան է, շատ վատ բան է, ինչ որտեղ կարող են այդ ուժերը դառնել հանցակից պատմական տեսանկյունից։ Այստեղ շատ կարևոր է չսևեռվել սեփական վարկանիշի եւ սեփական հաղթանակի վրա։ Շատ կարևոր է խնդիրը դնել պետության հաղթանակը, հասարակության հաղթանակը, ոչ թե կոնկրետ լիդերի կամ կոնկրետ ուժերի։ Սա իսկապես մանդատի ընտրություն չէ, սա իսկապես նոր իշխանության մեջ փայ ունենալու մասին ընտրություն չէ։ Հիմա ըստիս բոլոր փորձերը, որոնք տանում են ընդդիմություն գաղափարի նեղացմանը, դրանք եթե արվում են առանց հասկանալու, ապա այս բոլորին կխնդրեմ շուտ հրաժարվել դրանից։ Դա կոպիտ սխալ է, եթե դա արվում է հասկանալով, ապա տեղ լրիվ այլ երևույթի հետ գործ ունենք։ Ըստիս այդ ընդդիմություն հասկացությունը պետք է բացել այնքան, որ բոլոր նրանք, ովքեր չեն համակերպվում այսօրվա իրականության հետ, համարվում են ընդդիմություն։ Դրանք կարող են լինել մարդիկ, որոնք որևէ կուսակցության անդամ չեն, մարդիկ, որևէ ակտիվ process-ների չեն մասնակցում, մարդիկ, որոնք իրենց ընտանեկան հոգսերով, աշխատանքային հոգսերով, հանրային շատ հետաքրքիր անվանացանք է ձևավորվել, որոնք վերջին 5 տարվա մեջ ամեն օր պայքարել են ազնիվ, սկզբունքային եւ այլն։ Իմ ասած հետեւելն է, եթե մենք հասկանանք, որ այսօր այս պատմական փուլում ընդդիմությունը ոչ թե 1-2 ուժերն են, այլ այն հասարակությունը, ով ուզում է փոփոխություններ, ապա մենք կֆիքսենք, որ խոսքը գնում է մինչև 75% հասարակության մասին, իսկ դա իսկապես 9-րդ տալիք դրադեմած ոչինչ հնարավոր չի անել, ոչ մի ռեպրեսիա, ոչ մի կալանքով չես կարող կանգնեցնել։
Եվ վերջում մի գաղափարի վրա, որ ես վերջին փուլում, վերջին մի 10 օրերի հրապարակային գրառումներում կոչ եմ անում բոլոր քաղաքական հանրային ընդդիմադիր միավորներին, ակտիվին, շրջանակներին, մենք ունենք մեկ միասնական խնդիր։ Երբ որ ասում են համախմբել, այդ համախմբելը չի նշանակում էլի ցուցակ, չի նշանակում մանդատ, համախմբելը նշանակում է ընդհանուր շահեր եւ ընդհանուր նպատակներ։ Դա ամենալուրջ համախմբումն է, որտեղ մենք այս 5-ս կարող ենք առանց իրար ճանաչելու, մենք 6-ս լինենք մի թիմի անդամ, եթե մեր նպատակը եւ թիրախը նույնն է։ Հիմա ես իմ բոլոր ուսումնասիրություններով մեր թիմի, մեր կազմակերպության շատ կարևոր խնդիր ենք ձևակերպել։ Պետք է բացատրել հայ հասարակությանը ինչի մասին են ապագա գալիք ընտրությունները։ Այս ընտրությունները սովորական ընտրություն չէ, իշխանություն կփոխվի, չի փոխվի, կոալիցիա կլինի, չի մի օր քանի մանդատ, խոսքը դրա մասին չէ։ Ես ցավով եմ ֆիքսում այդ խնդրեմ այսօր մեր հանրությունը խորապես չի գիտակցում ինչի մասին են լինելու այս ընտրությունները։ Իմ առաջարկած բանաձևը հետևյալն է. այս ընտրությունները Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին են։ Եթե ուրիշը կգտնի այլ ձևակերպում, ես մեծ սիրով իմը կհանեմ, կմիանամ նրան։ Եթե չեն գտնի, ես չեմ պնդում հեղինակային իրավունքի վրա։ Իսկապես վաղը կարող է ուշ լինել, վաղը կարող է եւ ընդվզումը ուշ լինել, եւ խելքի գալը ուշ լինել, եւ ազնվությունը ուշ լինել, եւ խիզախությունը, այստեղ շատ կարևոր բանը, եթե մենք իսկապես որոշում ենք կայացնում, մենք մեր ընտանիքներով, մեր սերունդներով, մեր անցած ներկայով ապրել այս երկրում, ապա պետք է Հայաստանը գնա լուրջ փոփոխությունների եւ չչարաշահելով ձեր համբերությունը, ես մի ձևակերպում ունեմ վաղուց կրկնում, Հայաստանը իսկապես պետք է նոր սոլիդ իշխանություն, ոչ թե իշխանություն, որը գալիս է վրեժի, չգիտեմ ինչի, անձնական շահեր, մերկանցիլ շահեր եւ այլն, չէ, այստեղ պետք է սոլիդ իշխանություն, որտեղ ներգրաված կլինեն բոլոր այն ուժերը, այն շրջանակները, որոնք պատկերացնում են ինչա պետք անել, կարող է իրար նույնիսկ չսիրեն, իրար հետ խնդիրներ ունենան, դա չորրորդական հարց է, որտեղ մեզ ապագայում պետք է անելու համակեցության նոր կանոններ, իրար լսելու, իրար հանդուրժելու, իրար հետ աշխատելու այդ նոր մշակույթը, եւ մենք կտեսնենք, որ մենք այդ իրավունքը Հայաստանում ապրելու մեր իրավունքը կարող ենք վերահաստատել։ Բայց ել եմ կրկնում, հայ ժողովրդին պետք է վաղվանից, այսօրվանից, երեկվանից համառ աշխատանքի շնորհիվ բացատրել, ներկայացնել ինչի մասին են գալիք ընտրությունները։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, շատ կարճ, այսպես ճշգրտող հարց, թեև կարծես թե դուք ձեր խոսքում պատասխանեցիք հենց այդ հարցին էլ, մենք բոլորս ունենք անհանգստություն, որ մեր հանրության մի զգալի հատվածը շատ իներտ է, հասկանալի է այդ իներտությունը ինչով է պայմանավորված, այդպես պարտության բարդ հոգեբանական վիճակը հաղթահարելն էր բարդ մեր հասարակության համար, մեր երկրում ստեղծված մթնոլորտն է շատ բարդ հաղթահարել։ Հիմա արդյոք աշխատանքը, որ կտարվի եւ կբացատրվի հասարակությանը, թե ինչի մասին է ընտրությունը, կարող է նաեւ հասարակությանը հանել այդ իներտության վիճակից։ Էլի կարող ենք որակումներ տալ, ինչպիսի հասարակություն է, ես կարծում եմ մենք դասական պարտության հասարակություն ենք։ Բառեզբուն իմաստով պարտված եւ այդտեղ բազմաթիվ ենթաշերտեր կան, պարտության հասարակություն ենք, դա շատ անդուր, շատ բարդ բան է եւ ինչ որ իմաստով մեր հասարակության ռեակցիան ճակերտավոր նորմայի մեջ է։ Բայց ես վստահ եմ, որ մենք բավական լավ պոտենցիալ ունենք, լավ ներուժ ունենք դեր կանգնելու մեր երկրին։ Ուղղակի ստեղ պետք է աշխատել։ Առանց աշխատանքի մենք որևէ իրավունք չունենք բարոյական մեղադրել որևէ մեկին, մեր հասարակության որևէ շերտի, որևէ գուցե անհատների ունենք։ Ասենք կան անհատներ, որոնք բոլորս գիտենք, մեզ թվում է թե նորմալ մարդիկ են, մեկ է տեսնում ես վարքագիծը կարգալու ծարված քահանայի առաջ չոքելով կամ չգիտեմ ինչ անելով տարբեր մարդկանց մասն են խոսում կամ լրող մարդկանց բայց որպես հասարակություն, բավական նորմալ հասարակություն ենք, ոչ մեկից ոչ լավը, ոչ վատը, ստեղ խնդիրը աշխատանքն է, ճիշտ աշխատանքը։ Ես ստեղ մտավախություն ունեմ, որտեղ ցավոք
ոչ իշխանական համակարգերից երբեմն նաև հաճախ հնչում են սխալ գաղափարներ, սխալ ուղերձներ, սխալ ձևակերպումներ, որոնք դժվարացնում են աշխատանքը։ Այստեղ իսկապես շատ կարևոր է մեր կոնսոլիդացված արշավի, որտեղ հասարակությանը կբացատրվի իր ընտրությունը ինչի մասն է, ու դա ուղիղ առնչվում է իր կյանքին, իր ընտանիքի կյանքին, կարճաժամկետ հեռանկարի մեր պետության եւ մեր պետության շուրջ զարգացումների։ Ճիշտ աշխատելու դեպքում ես վստահ եմ, որ մենք կունենանք բավական լավ տեսանելի արդյունք։ Շնորհակալություն, պարոն Սողոմոնյան, մենք շարունակենք պարոն Հովհաննիսյանի